Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ԿՊԱ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջևում է։ Բանն այն է, որ Ալիևը չի հրաժարվում ոչ միջանցքի, ոչ սահմանադրության փոփոխության, ոչ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ոչ էլ անկլավների թեմայից։ ՔՊ վերջին փակնիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիևը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաև տավուշում իրեն պատկանող 3 տարածքները, դրանց թվում նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակնիստում Փաշինյանին հարցրել է. իսկ հնարավոր չէ Տիգրանաշենն Արցվաշենով փոխարինել։ Ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով Սյունիքն ու Վայոց ձորը կտրվելու են Հայաստանից։ Փաշինյանը հարցից վրդովվել է, թե ինձ մղում եք հանցագործության, ինչպես կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ մի անձնյա որոշում կայացնել եւ Արցվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։ Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50,000 դրամի աջակցության ծրագիրը։ Ապրիլից մինչև հունիս պետությունից աջակցություն կստանան բացառապես առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող արցախցիները։ Մինչև 18 տարեկանները եւ կենսաթոշակառուները, այն էլ անձը 40,000 դրամ 50-ի փոխարեն։ Կառավարության այս որոշումը հազարավոր արցախցիների զրկելու է ժամանակավոր տանիքից, չեն կարողանալու բնակարանների վարձերը վճարել եւ հայտնվելու են փողոցում։ Մեր տեղեկություններով այս օրերին արցախցիները քննարկում են բողոքի գործողությունների ծրագիր։ Նախատեսում են առաջիկայում զանգվածային ակցիաներ իրականացնել, ՀՀ իշխանություններից պահանջելով չդադարեցնել աջակցության ծրագիրը կամ էլ իրենց ապահովել բնակարաններով։ ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին եւ պատիվ ունեմից Տարոն Մարգարյանին անձեռնմխելությունից զրկելու հարցը, մասնավորապես թե ինչ դիրքորոշում պետք է հայտնեն ՔՊ-ականները, ինչ ելույթներ պետք է ունենան եւ այլն։ Սակայն խմբակցությունը մորեցօր մեծանում այն պատգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվանիստին հիվանդանալ եւ իրենց բացակայության վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս հաշվեհարդարին։ Եթե նրանց մասնակցության հարցը չորով չդնեն, ասենք մանդատից կզրկվեք, եթե չմասնակցեք, ապա մեր աղբյուրների պնդմամբ կլինեն ՔՊ-ականներ, որոնք այդ օրն անտանելի վիրուս կբռնեն ու չեն ներկայանա նիստին։ Պարզ է, որ բացակայելը լուծում չէ, հակառակը, եթե չեն ուզում, որ մի օր իրենք էլ հայտնվեն Փաշինյանի յաթաղանի տակ, ապա պետք է գնան եւ դեմ քվեարկեն փակ քվեարկության ժամանակ։ Մանավանդ, որ իրենց բացակայությամբ ավելի շատ վնասելու, քան թե օգնելու են այդ падգամավորներին։ Ըստ օրենքի նիստին մասնակցող падգամավորների մեծամասնության կողմ քվեով է վճռվելու, նախագիծը կընդունվի, թե կմերժվի։ Երեք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ներքին հանդյուղից տեղեկացանք, որ ադրբեջանցիները քանդել են հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը։ Այս մասին տեղեկացանք ներքին հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից, որ նայում են գերեզմանը տեղում է, երևում է, բայց իրենք շինություն են կառուցել, մնալու տեղ կազարմա, էլի անզեն աչքով տեսնում ես։ Այսինքն հուշարձանի տեղում ադրբեջանական զինուժը զորանոց է կառուցել, ամրացել։ Հիշեցնենք, որ ներքին հանդ գյուղի հին վերին հանդ կոչվող տարածքը, որտեղ գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրի ակունքը, եկեղեցին, հայրենական պատերազմի զոհերի նվիրված հուշարձանը 2022 թվականի մարտի 14-ից գտնվում է թշնամու տնօրինության տակ։ Ադրբեջանցիներն այդ օրը հանգիստ անցել են միջպետական սահմանը, եկել հաստատվել գյուղի տարածքում։ Կանաչեղեն հավաքելու բարձրացած ներքին հանդի գյուղացիներն իրենց գերեզմանոցի տարածքում անսպասելիորեն հայտնաբերել էին թշնամու 5 վրան ու ազատ ելումուտ անող ադրբեջանցի զինվորներ։ Այդ օրվանից ներքին հանդը զրկվեց գերեզմանոց իրենց հանգուցյալների շիրիմներին այցելելու, նոր մահացած հանգուցյալներին այնտեղ ուղարկավորելու հնարավորությունից։ Խմելու ջրի աղբյուրը հայտնվեց թշնամու հսկողության տակ, իսկ փաշինյանական իշխանությունը 3 տարի ոչինչ չի անում մեր սուվերեն տարածքից թշնամուն դուրս վռնդելու համար։